Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Դուք գիտեք, որ Հայաստանը Եվրամիության հետ սկսել է վիզաների ազատականացման գործընթաց։ Մեր շատ համաքաղաքացիներ ելնելով իրենց վերլուծություններից թերահավատ են այս հարցում, որովհետև այստեղ կա մեծ քաղաքական եւ մեծ տեխնիկական խնդիրներ, բայց այդ գործընթացը գնում է առաջ եւ մենք այսօր կզրուցենք քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանի հետ, միգրացիա եւ քաղաքացիական ծառայության եւ կփորձենք հասկանալ թե ուր ենք հասել։ Բարեկո տիկին Դավթյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես տեսա, որ եվրոպական չինովնիկներ էին եկել եւ ասում են, որ տպավորված են, գնում է առաջ, բայց մենք շատ ենք տեսել նման տպավորություններ, որ դեռևս գնում են այլ երկրների հետ տասնամյակներ։ Ուր ենք հասել։ Հասել ենք մի կետի, երբ այլևս շատ տեխնիկական է գործընթացը, այսինքն շատ հաճախ այս դիսկուրսը կա աշխարհում, վիզաների ազատականացումը, դե նման շատ պետություններ չկա, նման փորձառություն, որ ԵՄ-ն Եվրոպական միության անդամ պետությունները սկսել են եւ ավարտին են հասցրել կամ ինչպես նշեցիք, դեռ շարունակվում է այդ բանակցությունները, անցնել որոշակի ճանապարհ եւ վերջում ունենալ ազատ վիզային ռեժիմ այս կամ այն պետության հետ, այդպիսիք են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը մեր հետ համադրելի փորձառություն ունի, Բալկանյան երկրները, Թուրքիան միջև հիմա արդեն 10 տարուց ավելի վիզաների ազատականացման երկխոսությունը չի կարողանում հասցնել ավարտին։ Մենք հասել ենք մի այնպիսի կետի, երբ կարող ենք համարել, որ քաղաքական հատվածը այլևս ավարտված է։ Ավարտված է քաղաքականը։ Դե սա պայմանական գնահատական իհարկե, բայց երբ այդ խոսակցությունը սկսվում է, արդյոք վիզաների ազատականացման երկխոսությունը քաղաքական process է, թե տեխնիկական, ես առաջարկում եմ բաժանել երկու մասի։ Երբ այն պահից սկսած, երբ ստանում ենք գործողությունների ծրագիրը, սա դառնում է մաքուր տեխնիկական գործընթաց։ Ծրագիրը հրապարակային փաստաթուղթ է, այն ներքին գործերի նախարարության կայքում արդեն հրապարակված է հենց նույն օրը, երբ ստացանք նոյեմբերի 5-ին անգլերենով բնօրինակով, հիմա թարգմանության process-ներն են ընթացքի մեջ, մինչև հայերենը կհրապարակենք նաև կարճ նկարագիրն ենք տվել մեր սոցիալական մեդիայի էջերում եւ կայքում եւս տեղադրված է։ Հիմա արդեն շատ պարզ է ինչ պետք է անենք, այսինքն որ հարցում եք ուր ենք հասել, յուրաքանչյուր ոք իր համար կարող է գնահատել։ Տիկին Դավթյան, մենք հասել ենք այն փուլին, ես ճիշտ եմ հասկանում, որ Հայաստանը եւ Եվրամիությունը համաձայնեցվել են, թե ինչ պետք է անել։ Այո, որպեսզի ունենալ ազատ վիզային ռեժիմ, այո։ Այլևս քննարկում չկա, ձեզ տվել են ինչ որ գործողությունների ծրագիր, ասել են հենց այս կանեք։ Շատ ճիշտ։ Ավտոմատ։ Դե ավտոմատ ինչ որ մեկը պետք է արձանագրի, որ արել ենք։ Պարզա։ Եվ հենց արձանագրվեց, որ դուք արել եք։ Այո։ Այդ իմաստով բանակցելի փաստաթուղթ չէ, պարտադիր կատարման ենթակա է, բոլոր 74 կետ այնտեղ կա, բոլոր կետերը արված կլինեն, կունենանք ազատ վիզային ռեժիմ, 73 արված կլինեն, չեն կունենա ազատ վիզային ռեժիմ։ Այս արդյունքները կունենանք մյուս տարի ենթադրենք կամ 1 ամիս անց կունենանք ազատ վիզային ռեժիմ, 10 տարի անց կստուգենք դեռ չի կատարվել, դեռ չեն կունենա, այսինքն շատ հստակ է ամեն ինչ, այս պահից սկսած մենք ունենք մեր առջև ճանապարհային քարտեզ, ավելի ճիշտ դեռ ունենք գործողությունների ծրագիր, ըստ էության մենք դա կառավարության համատեղ ջանքերով տարբեր գերատեսչությունների կվերածենք ճանապարհային քարտեզի, կտեղայնացնենք, լոկալիզացնենք եւ կբաժանենք գործառույթները ըստ լիազորությունների տիրույթների, տարբեր նախարարություններ եւ նախարարությունների ենթակա մարմիններ այստեղ անելիք ունեն։ Հիմա յուրաքանչյուր քաղաքացու առջև հարց ծածակում բնական։ Ինչքան։ Հաստ փաստաթուղթ է։ 33 էջ է։ Շատ հաստ չի։ 74 կետ։ Նախնական հայերեն թարգմանությամբ եմ ասում, այո, ըստ էության անգլերենով ավելի կարճ է։ Ես հիմա չեմ ասում, ինչքան նկատի ունեմ, որ հստակ գործողություններ են։ Այո, իհարկե հասկանալի։ Մոտավոր որ իմանանք, որ մեր կյանքի ընթացքում, մեր սերնդի կյանքի ընթացքում մոտավորապես Հիմա որ ասեմ մի քանի տարի կհամարեք, որ ձեր հարցին չեմ պատասխանել։ Չէ, բարձր մի քանի դար չի լինում, մի քանի տարի, բարձր մոտավորապես։ Չէ, ես իհարկե տարիների քանակ հիմա կդժվարանամ հնչեցնել, դա սխալ կլինի նաև հնչեցնել։ Այսինքն դա մոտակա տարիների հարց է։ Այո, ես մի քանի հուշում անեմ ու առաջարկեմ սեփական վերլուծությունների վրա հիմնվենք։ Համարյա թե չկա մի գործողություն, գրեթե չկա մի գործողություն, որը պետք է նոր սկսենք անել, այսինքն տեսան գրված է նախաձեռնենք, որ նման մի ռեֆորմ անենք Հայաստանում, գրեթե 74 կետերից կարող եմ ասել գերակշիռ մեծամասնությունը ընթացքի մեջ գտնվող գործողություններ են։ Մենք անում էինք դա նախքան այս գործընթացը։ Դե այո, եւ դա շատ բնական է, որովհետեւ ըստ էության
տարբեր ոլորտների բնականոն զարգացման ճանապարհ են մեզ հուշում, որ այսպես թե այնպես յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու իր այդ մանդատը իր ուսերին կրում է դիցուք բիոմետրիկ համակարգի ներդրումը, որը որ հենց իմ լիազորությունների տիրույթն է եւ ըստ էության այս գործողությունների ծրագրում ամեն տարի ասում են մյուս տարի դա այո, դա, այո։ Եվ հիմա երբ կլինի դա մյուս տարի։ 26 թվականի երկրորդ կիսամյակում վստահ կունենանք։ Վստահ այս անգամ վստահ մյուս տարի։ Այս անգամ վստահ, որովհետև նախ այս անգամ այն մասին չի խոսքը, որ չիպով էր քարտերը, հետո դառան առանց չիպ քարտերը եւ անձնագրերը, այո, հիմա նորից չիպ ենք տեղադրում, ոչ, փոխվում է ամբողջ ենթակառուցվածքը։ Սա ամենաժամանակատար պրոցեսներից էր, որ կարող էր լինել, եթե մենք նոր սկսեինք գործողությունների ծրագրում տեսնելով, որ այսպիսի պահանջ կա։ Էլի հաջորդին չիպավորելու եք։ Չէ, այս անգամ խոսքը հետեւյալի մասին է։ Մենք անգամներ ավելացնում ենք անձնական տվյալների պաշտպանությունը եւ անձի իրավական ինքնության պաշտպանությունը։ Ես գիտեմ, որ շատ մտահոգություններ կան, որ ոնց կարելի է այս ոլորտը արտապատվիրակել մասնավորին, ամենակենսական նշանակության տվյալների բազան է եւ այլն։ Ես այստեղ հստակ եկեք ֆիքսեմ, որ հակառակը մենք անգամներ բարձրացնում ենք այդ պաշտպանությունը մասնավորի ներգրավմամբ, որովհետեւ մենք ներգրավել ենք աշխարհի լավագույն դերակատարներից մեկին։ Ֆրանսիական ընկերություն է, այո, IN Group է կոչվում, որը կոնսորցիումի գլխավոր անդամն էր, կոնսորցիում էլի ընկերություն կար եւ ըստ պայմանագրի պահանջի Հայաստանում արդեն ստեղծված է տեղական ընկերություն, կոչվում է HiPass, շուտով էս գրառումով արդեն եւ լոգոյով վիզուալները կտեսնեն մեր քաղաքացիները քաղաքում շինարարության պաստառների տեսքով, թափուր հաստիկների արդեն որոշակի ուրեմն աշխուժություն կա աշխատաշուկայում ներդնում են մի ամբողջական ենթակառուցվածք, բիոմետրիկ ենթակառուցվածք, սկսած շենքային պայմաններից, այսինքն շենքեր են կառուցվում Հայաստանում, որոնք լինելու են ինչպես տարածքային գրասենյակներ, որտեղ ծառայություն են մատուցվելու, այնպես էլ որ առավել կարևոր է գլխամասային գրասենյակը, որտեղ են տվյալների բազաները պահվելու, որտեղ է տպագրությունը իրականացվելու, սերվերային տնտեսությունը որտեղ է վարվելու, եւ այս ամենը միջազգային պոպուլյար ստանդարտներով EIDAS է կոչվում մեր ոլորտը կարգավորող ստանդարտը, եւ դա նշանակում է, որ մեր ենթակառուցվածքը այլևս չի զիջելու աշխարհի զարգացած, ամենազարգացած պետությունների ստանդարտներին։ Սա համ գործողությունների ծրագրով նախանշված ստանդարտ է, համ մեր սեփական հանձնառություններ։ Եվ ես կարող եմ նշել, որ առհասարակ ամբողջ գործողությունների ծրագիրը մեր կառավարության հանձնառությունն է, այստեղ չկան այդպիսի կետեր, որ ասենք ստիպված պետք է կատարենք, որ ունենանք ազատ վիզային ռեժիմ, դա մեր բնականon զարգացման ճանապարհն է, ասեմ ավելին, նույնիսկ շատ լավ փաթեթավորված, շատ լավ հուշումներով, եւ եթե օրինակ նշված է, որ մենք պետք է ունենանք դիցուք էթիկայի կանոնակարգ այս կամ այն ոլորտի աշխատակիցների համար մենք չենք կարող ֆիքսել, որ ունենք, որովհետև հանրային ծառայության մասին օրենքում ունենք նման կարգավորումներ կամ քաղաքծառայության համակարգը նախատեսում է բարեվարկության ինստիտուտ։ Մենք դա պետք է լոկալիզացնենք, ունենանք դրա դասընթացային կտորը, այսինքն կրթությունը կարմիր գծի պես անցնում է ամբողջ գործողությունների ծրագրով։ Բավարար մարդկային ու ֆինանսական ռեսուրսների պահանջը կարմիր գծի պես անցնում է գրեթե բոլոր պահանջների ուրեմն միջով եւ մի այսպիսի պահանջային ուշադրությունը գրավել սանկցիաները։ Այսինքն պահանջվում է, որ նաև բացի ինստիտուտը դնելուց մենք ունենանք պատժելու, այսպես ասած, մեխանիզմներ այդ ինստիտուտից շեղումները, որ ես կարծում եմ, որ հենց դրա բացակայությունն է պատճառը, որ հիմա գետնի վրա մենք չունենք որակյալ հանրային ծառայությունների մատուցում, որքան էլ որ բարեվարկության պոպուլյար կանոններ ունենք, միևնույնն է, ոչ սիրալիր սպասարկումը, ոչ պրոֆեսիոնալ սպասարկումը, ընդհանուր մինչև ընթացակարգային շեղումներով սպասարկումը, մեր ոչ ճկուն համակարգերով, մինչև դառնում է ծառայական քննություն, մինչև հետևանք է առաջացնում, այլևս ակտուալությունը կորցնում է կամ այդ հետևանքների համակարգը չի, որ գոհացնող արդյունքները բերելու մեր քաղաքացիներին։ Քաղաքացին դժգոհ հեռանում է, մեկ ամիս հետո ենթադրենք աշխատակիցը ազատվեց աշխատանքից, դա չի տալիս բավարար հետևանքներ։ Եվ հենց այս շատ դետալիզացված մոտեցումն է, այս թղթերի մեջ նկարագրված, որ բերելու է կոնկրետ հողի վրա ենթակառուցվածքների բարելավում եւ պրոցեսների գործընթացների բարելավում։ Ես կարծում եմ մենք ուրախությամբ եւ մեծ հանձնառությամբ պատրաստակամությամբ պետք է աշխատենք եւ աշխատում ենք նոր ըստ էության թափով պետք է շարունակենք աշխատանքները։ Կան այդ 71 կետի մեջ այնպիսի բաժներ, որ մենք 0-ից նոր
ենթակառուցվածքներ պետք է ստեղծենք։ 74 կետերից 74. լրիվ 0-ից կարող եմ ասել, որ սահմանների համալիր կառավարումն է, ըստ էության հիմա կասեք միթե չունենք սահմանների կառավարում, բայց խոսքը Նախ ինչ է նշանակում սահմանների։ Սահմանների կառավարումը նշանակում է ունենալ սահմանային անցման կետերում այնպիսի ենթակառուցվածք, բայց ենթակառուցվածքից առաջ նաև իրավական շրջանակ, որը հնարավորություն կտա համալիր տարբերակով վերահսկելու հոսքերը, ինչպես մուտքի ուղղությամբ, այնպես էլ ելքի ուղղությամբ, ինչպես ուղևորափոխադրումների մասով, այնպես էլ բեռնափոխադրում արվում է, բայց այն ինչ որ պահանջվում է եւ ինչ որ աշխարհում ակտուալ է, բոլորովին ուրիշ բան է։ Մարդկային գործոնը նվազեցված է, շուտով արդեն ըստ էության կհավասարվի 0-ի, ընդհանուր մինչև կնիկների համակարգը, կնիկների մշակույթը աշխարհում վերանում է, արդեն Եվրոպական միության անդամ պետությունները այդ entry-exit system է կոչվում, մուտքի ելքի համակարգը հոկտեմբերի 12-ից ի վեր գործարկել են, նույնը պահանջվում է նաև մեզնից, եւ ETIAS Ինչ է փոխվելու։ Փոխվելու է հետևյալը, ոչ թե սահմանապահած ձեռքով թերթում է անձնագրի էջերը, ստուգում է վիզայի առկայությունը, նայում է անձի քաղաքացիությունը, անձնագրի ժամկետը եւ այլն, այլ այդ ամենը տվյալների բազաների փոխգործելիության արդյունքում է ի հայտ գալիս, այդ սիգնալները ավտոմատ են հնչում, վիզայի ժամկետների խախտումները ավտոմատ են երևում, դա միջ գերատեսչական համագործակցություն է ինչպես պետությունների ներսում, այնպես էլ միջպետական համագործակցություն է։ Այսինքն մի քանի տվյալների բազաներ մենք հիմա էլ ունենք սահմանային սեկտ ենք ասում մեր ոլորտում, սահմանային էլեկտրոնային կառավարման, այո, սեկտը փակ նշանակում է ելքի արգելք կամ մուտքի արգելք անձի վրա։ Հիմա դա բերվում է մի համալիր մեծ համակարգի մաս է դարձվում եւ սահմանին աշխատող մեր սահմանապահ զորքերի ներկայացուցիչը սահմանապահ չենք տեսնի։ Դա հերավոր ապագայում, իսկ մեր գործողությունների ծրագրում փառք Աստծո դա չի ուղիղ պահանջը, որովհետև դա շատ ուշ կունենանք նման արդյունք, աշխարհում էլ նման արդյունք դեռ քիչ պետություններ ունեն, բայց կունենանք ավտոմատացված սահմանների հսկողություն։ Ինչպես օրինակ կացության կարգավիճակների բազային պետք է սահմանապահը հասանելիություն ունենա, անձնագրերի բազային պետք է հասանելիություն ունենա, հարկադիր կատարման բազաներին պետք է հասանել եւ բոլոր այն ամենը, ինչը կարող է պատճառ հանդիսանալ անձի ելքը օրինակ սահմանափակելու համար, անձի մուտքը սահմանափակելու համար կամ մտավ անձը այսինչ օրես ինչ ամսաթվով 180 օր ունի դիցուկ առանց վիզայի պահանջի երկրից է եկել Հայաստանում գտնվելու համար 181-րդ օրը ինչ որ բազայում ինչ որ կարմիր լույս պետք է վառվի, որ լիազոր մարմինի ներկայացուցիչը շատ հստակ ավտոմատացված պատկեր ունենա միգրացիոն կանոնավոր հոսքերի ձևավորմանն ու հսկողությանն է ուղղված սահմանների համալիր կառավարումը, IBM է կոչվում Integrated Border Management։ Կան պայմաններ, որոնք ընդունելի չեն մեզ համար։ Ընդունելի չեն կոշտ է ասված, ըստ էության կան պայմաններ, որոնք պետք է դեռ պետք է հավելյալ մեկնաբանվեն երկում եւ մենք ունենք դրա հնարավորությունը, բանակցելու հնարավորություն այլևս չունենք, այսինքն չենք կարող ասել, այս կետը մեզ դուր չի գալիս կամ հակասում է մեր ռազմավարական տեսլականին, եկեք փոխենք եւ այլն, սա է, ինչպես նշեցի, կամ կկատարենք կամ չենք կատարի, բայց կան իհարկե ձևակերպումներ, որոնք պարզաբանման, հավելյալ պարզաբանման կարիք ունեն։ Ես նաեւ նշեմ, որ կան ձևակերպումներ կամ կետեր այդ 74-ից, որոնք արված են։ Օրինակ, մարդու իրավունքների բլոկ կա, վերջին 4-րդ բլոկը, որտեղ նշված է, որ ապահովել Հայաստանի Հանրապետությունում տարբեր թիրախմբերի ազատ տեղաշարժի իրավունքի իրացումը անկախ խտրական վերաբերմունքից ազգի մշակույթի, ազգության մշակույթի, կրոնի եւ այլ հիմքերով։ Մենք ունենք նման խնդիր։ Ես չեմ կարծում, որ այստեղ հատուկ մենք ինչ որ գործողություն պետք է իրականացնենք, որ այդ թռչնակը այդ տողի դիմաց դնենք կամ մի այսպիսի տող կա, որ պետք է հաշվառենք Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրավական կարգավիճակ ունեցող անձանց, այդ թվում քաղաքացիներին, փախստականներին, օտարերկրացիներին, որոնք ունեն կացության կարգավիճակ, քաղաքացիություն չունեցող անձանց եւ այլն։ Մենք իհարկե դա անում ենք եւ դա մեր բնակչության պետական ռեգիստրի բուն հենց դրա մասին է, գուցե բարելավման տեղ կա եւ իհարկե ինչպես մյուս կետերով այստեղ եւս մենք այսպես թե այնպես բնակչության ռեգիստրի ռեֆորմ նախաձեռնել ենք, բայց այստեղ էլ հանգիստ կարող ենք ուրեմն այդ նշումը կատարել։ Ապաստանի կտորով ունենք պահանջներ, որոնք ըստ էության արված են։ Նոր կոնվենցիաներ, ստանդարտներ, ենթակառուցվածքներ, ինչ պետք է ներդնենք։ Տեսեք, մենք ունենք ակնհայտ է, որ այս գործողությունների ծրագիրը գրող կողմը, եվրոպական կողմը մեզնից ակնկալիք ունի տարբեր ոլորտներում ռազմավարական հստակ կոնտեքստին։ Մենք 10 տեղ ուրեմն վկայակոչված է, որ ռազմավարությունը մեր պետք է ներկայացնենք, դա կլինի առանձին ռազմավարություն, մեկ այլ ռազմավարության կտոր, բայց մենք պետք է ոլորտի քաղաքականությունը եւ մեր տեսլականը, մեր պետության կողմից
ակնկալվող պատկերը հստակ լինի եւ ինչ որ թղթի վրա լինի եւ իրավական ուժ ունեն այդ թուղթը, ընդհանուր սահմանների կառավարում արդեն ասացի վերադարձի հետ ընդունման ենթադրենք ռազմավարական մոտեցում են ցանկանում մեր գործընկերները տեսնել, որը ելի կարծում եմ այն եզակի կետերից է, որ մենք բարձր կատարողական ունենք այստեղ միգրացիոն ռազմավարություն, որը ընթացքի մեջ է, կոնցեպտը գրել ենք մյուս տարի արդեն ռազմավարությունը կունենանք, հանցավորության կանխարգելման ռազմավարություն են ուզում տեսնել կրկին ներքին գործերի նախարարության տիրույթում է եւ կարող եմ նշել, որ ընթացքի մեջ է եւ տարեվերջին արդեն կառավարության հավանությանն ներկայացվելու փողերի լվացման, թմրամիջոցների դեմ պայքարի, թրաֆիկինգի դեմ պայքարի, կոռուպցիայի կանխարգելման, մարդու իրավունքների ոլորտում այս ռազմավարական մոտեցումները մի շերտն են, այսինքն որ պետք է հստակեցվեն եւ առհասարակ։ Ես ասում եմ ամեն ինչ պետք է հստակեցնենք գրենք տնտեսությունից Ես ասեմ, որ ոլորտներն են, դրանք փաստաթղթերն են ներառյալ բիոմետրիկա, սահմանների կառավարումն է ներառյալ միգրացիոն կառավարում եւ ապաստան, երրորդը հասարակական կարգն է, սրա մեջ համալիր փաթեթ կա, թմրամիջոցներ, թրաֆիկինգ, հանցավորության կանխարգելում, հակակոռուպցիոն գործունեություն եւ այլն, եւ չորրորդը մարդու իրավունքներն են։ Ընդդիմություն իշխանություն փոխհարաբերություններ չկան, փառքաստու։ Անուղղակի են։ Անուղղակի են։ Հա, դե մարդու իրավունքները։ Շատ լավ, Տիկին Դավթյան, այդ ձեր ներքին ձայնը ինչ ասում։ Մենք կարանք էս անենք, որտեվ թվում է թե դե հիմա վիզա պետք է ազատականացնեն թե չէ, բայց հսկայական ինստիտուցիոնալ բարեփոխումներ եւ թղթի վրա, եւ գործի վրա, շենքեր կառուցելուց մինչեւ բիոմետրիկ, չգիտեմ, ծրագրեր, ռազմավարություն կհասցնենք։ Մենք հասցնելու խնդիր չունենք եւ պետք է անենք, ոչ թե կարող ենք դա անել, այլ դա անում ենք։ Բարձր մի օր կարանք բրցնել։ Այո, չէ, ես իսկապես նկատի ունեմ, որ շատ իրատեսական է եւ իսկապես մեր կողմից էլ ամբողջ կառավարության անունից ասեմ, հայկական կողմի անունից ասեմ, մենք ուրախությամբ ենք ընդունում այս փաստաթուղթը, այսինքն չկա մի իրավիճակ, որ ասենք հարգելի քաղաքացիներ, սիրելի հանրություն, եթե ուզում եք ազատ վիզային ռեժիմ եկեք սրա հետ հաշվի նստենք, սա ստիպված պետք է անենք եւ այլն։ Շատ իրատեսական եւ զարգացմանը միտված փաստաթուղթ է եւ բոլոր կտորներով, այդ թվում նաեւ սահմանների համալիր կառավարումը, ինչքան էլ նշեցի, որ այստեղ շատ մեծ է անելիքը, այնուամենայնիվ արդեն որոշակի մաստեր պլան ենք դրան անվանում, փաստաթուղթ կա, ընդհանուր նկարագրված է, թե մենք ինչ պետք է անենք, քանի բաղադրիչից է բաղկացած, իրավական դաշտը առանձին, ենթակառուցվածքը առանձին եւ ամբողջ փաստաթուղթը էլի նշեմ, այդպես է գնահատվելու իրավական դաշտը կա թե չկա, եթե նույնիսկ կա, իսկ ենթակառուցվածքը կա թե չկա եւ եթե նույնիսկ կա, կենսունակ է թե ոչ։ Այսպես է ստուգվում այդ իրավական բազան եւ ենթակառուցվածքը ֆիզիկապես կա թե չէ եւ աշխատում է թե չէ։ Եվ աշխատում է թե չէ։ Այսինքն բոլոր դեպքերում Տիկին Դավթյան, սա ոչ միայն կբերի աստվածտավիզաների ազատականացման, այլ նաև մեր տարբեր ենթակառուցվածքների զարգացման։ Այո, եւ ես մի անգամ նշել եմ հիմա վերահաստատեմ։ Իսկ սրա համար բյուջե կա առանձնացած։ Հիմա ասեմ, տեսեք առհասարակ սա ավելի մեծ ավելացված արժեք է ունենալու այս գործողությունների ծրագրի կատարումը, կարծում եմ, իմ սուբյեկտիվ գնահատականն է, քան ազատ վիզային։ Իրականում այդ ազատ վիզային ռեժիմի նկատմամբ եւս ակնկալիքները հաճախ չափազանցված են։ Օրինակ շատերը մտածում են, որ լայն աշխատանքային հնարավորություններ են բացվելու եվրոպական երկրներում, շատերը մտածում են մշտական բնակության մեկնելու հնարավորություն են բացվելու։ Սա մեկ այլ կարևորագույն խնդիր է, հանրային իրազեկումը, որ մենք պետք է իրականացնենք եւ ուղիղ տեքստով գրված է որպես պահանջ, երկու ուղղությամբ։ Մեկը ակնկալիքների կառավարումն է, ինչ է վիզաների ազատականացումը, ինչի է բերելու, դա բերելու է միայն C տեսակի վիզայի պահանջի չեղարկման, ինչը նշանակում է 180 օրվա ընթացքում 90 օր լեգալ հիմքերով եվրոպական տարվա մեջ 90 օր կարած եվրոպական Եվրամիջոցի 180 օրվա մեջ։ 90-90։ Այո, եւ եթե օրինակ անձը կարողանում է այնպես խելացի օգտագործել այս հնարավորությունը, որ նաեւ շուկայի ուսումնասիրում հետո կարողանում է աշխատանք գտնել եւ աշխատանքային գործունեության հիմքով կացություն ստանալ եւ լեգալ, ուրեմն աշխատանքային գործունեություն ծավալ, դա նորմալ է, բայց 90 օրվա ընթացքում, այսինքն պետք է գնահատել էլի աշխատելու մասին չէ սա խոսքը։ Մշտական բնակության մեկնելու ակնկալիք ունեցող մեր ուրեմն քաղաքացիներին շատ հստակ պետք է բացատրենք, որ էլի կրկին շատ ուղիղ պահանջ կա դրված։ Մեր տարեկան ապաստան հայցողների թիվը, մեր կենցաղային լեզվով ասած հանձնվողների թիվը, որոնք գնում են եւ Եվրոպական միության անդամ պետություններից փախստականի կարգավիճակ են հայցում, դրանք գերակշիռ մեծամասնությամբ, գրեթե բացարձակ մեծամասնությամբ կեղծ դեպքեր են, այսինքն մենք ուղղակի հորինում ենք ինչ-որ պատմություններ, որ այնտեղ ցույց տանք, որ Հայաստանում կա մարդու իրավունքների ոտնահարում։ Նրանք վաղուց չեն հավատում այդ հեքիաթներին։ Ահա, 96%-ով մերժվում են։
Դրանք տարեկան 5000-ից 5200-ի շեմում են, 4500-ից 5200-ի շեմում են եւ պետք է թույլ չտանք, որ ավելանան, պետք է հակառակը նպաստենք, որ նվազեն։ Եթե ավելանան, Վրաստանի օրինակ ունենք, երբ չեղարկումից հետո վիզային ռեժիմի 5 անգամ ավելացավ այդ թիվը եւ ուղիղ սպառնալիք էր անմիջապես ազատականացումից հետո, որ կարող է դադարեցվել այդ ազատականացումը։ Պետք է նաեւ քաղենք դասեր մեր հարևան եւ գործընկեր միգրացիոն ուրեմն փորձառություններից, պետությունների միգրացիոն փորձառություններից։ Ես արդեն մոռացա հարցը ինչից էր սկսել։ Շնորհակալություն, ժամանակը սպառվեց, կարևոր չի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինչպես տեսնում եք, սելերստայտողներ, երևի կարևոր արձանագրում անենք, որ վիզաների ազատականացման ճակերտների մեջ ասած քաղաքական մասը ավարտված է եւ եվրոպացիները տվել են մեզ այն փաթեթը, որը տեխնիկական փաթեթ է եւ որի իրականացումից հետո մենք կստանանք վիզաների ազատականացում, այսինքն գնդակը մեր աշխատանքի դաշտում է 74 կետ։ Հենց իրականացնենք այդ 74 կետը, մեր վիզաները կազատականացնեն եւ մենք կպրծնենք վերջապես ոնց էին ասում այդ կենտրոններին, վիզա կենտրոններից կպրծնենք։ Հանդիպենք, տեսություն։